Գայանեն հիշում է գյուղից դուրս գալու պահը։ Ադրբեջանցիներով շրջապատված մեքենայից հեռվում մնացող գյուղին էր նայում։ Բոլորի դարպասները բաց էին, իսկ տների բակերում ադրբեջանցիներն էին զենքերով քայլում, թալանում գյուղն ու ավերում։ Այդ տեսարանն անհետանում է նրանց աչքից ադրբեջանական դիրքեր հասնելուն պես։ Հետո նրանց ինչ-որ գյուղ են տեղափոխել, պահել 4 օր։ Էվերեն մլաբրանեն առաջին նստած, մի հատ спենакեցա, ստի մարդակեցա, ասում է завтра вы будете Шуши. Что? Ага, Шуши քինան ասում։ Որտիչա ուրախաները ստուծվածան։ Վայ, լանա երկացեք Շուշին քինան, էքս մր քինականը մր Ստեփանակերտը պենի, տնանը մս փոխին, փոխանակ ու մանյական։ Լանա մախճ, ասում, հա, երկաս լավանյան, լոխ լավանյան։ Եվ հաջորդ օրն Արցախի գյուղերի միջով Շուշի էին բարձրանում Սառնախբյուրի գերիները ադրբեջանցիների ուղեկցությամբ։ Նրանք այդ ընթացքում իմացան, որ բռնի տեղահանվում են արցախցիները, եւ Ստեփանակերտի ու Շուշիի խաչմերուկում հայ փրկարարները դիմավորեցին նրանց, Հայաստան ուղարկեցին ինքնաթիռով Պայթյունից վիրավորվածների հետ։ Երևանի հիվանդանոցում 1 ամսից ավելի բուժօգնություն են ստացել։ Մենք նորը լավ հիշում եմ։ Բժիշկն ասում է, Գայանե ջան, ասում է, վաղ քեզ դուսին կիրում։ Տոնունի քինակ։ Լաց սպիսեկալա։ Ասում չէ, կվարտիրանտը գլիկեինում։ Ազատավան։ Այնը խոխենքի հարթննդը, քինյանը իրանց կողքին կենը։